ՀԱՊԿ քարտուղարությունում կայացել է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը, որը պաշտոնը ստանձնել է 2026 թվականի հունվարի 1-ին, ընդգծել է համախմբված աշխատանքի կարևորությունը Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման համար, որոնք ուղղված են դաշնակցային կապերի ամրապնդմանը եւ ՀԱՊԿ-ի դերին Եվրասիայում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության ձևավորման գործում։ Ալեքսանդր Պանկինը նշել է, որ Ռուսաստանը կմիավորի ջանքերը դաշնակիցների հետ միջազգային անվտանգության խնդիրների լուծման ընդհանուր մոտեցումները պաշտպանելու համար, ներառյալ հավաքական ուժերի ներուժի մեծացումը, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու գործում համագործակցության ընդլայնումը։ Շեշտը դրվելու է նաև կազմակերպության երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների փորձաքննության հիման վրա վերլուծական աշխատանքների ուժեղացմանը։ Ռուսական կողմի անունից Ալեքսանդր Պանկինը շնորհավորել է Թալատբեկ Մասադիկովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ, վստահություն հայտնելով արդյունավետ համագործակցության եւ բազմակողմանի աջակցության համար։ Ռուսաստանը պետք է հստակ պատասխան տա Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի կողմից հակամարտության դադարեցման վերաբերյալ ձևակերպված առաջարկներին։ Նման պահանջներ է ներկայացրել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք ձևակերպել ենք մեր տեսլականը եւ Ռուսաստանից պետք է հստակ պատասխան լինի, թե արդյոք պատրաստ են պատերազմը դադարեցնել իրատեսական պայմաններով, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։ Նա նաեւ կոչ արել ճնշում գործադրել Մոսկվայի վրա, եթե Ռուսաստանը չընդունի Ուկրաինայի խաղաղ կարգավորման պահանջները։ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ռազմական բախման։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ալ Ջազիրային տված հարցազրույցում։ Եթե Վաշինգտոնը որոշի կրկին ռազմական սցենար կիրառել, ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք։ Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է եւ ավելի մասշտաբային, քան վերջին պատերազմի ժամանակ, ասել է նախարարը։ Վերջինս նաեւ կասկած է հայտնել, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ կառուցողական եւ ազնիվ բանակցություններ վարել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավ գործեր է անում ռազմական դաշինքի համար եւ խրախուսում է դրա անդամներին ավելի շատ ծախսել պաշտպանության վրա։ Ես միշտ հավատացել եմ, որ երբ մարդիկ օգնում են դաշինքին, նրանք բարի գործ են անում։ Դոնալդ Թրամփը ճիշտ բաներ է անում ՆԱՏՕ-ի համար, խրախուսելով մեզ բոլորիս ավելի շատ ծախսել, համապատասխանեցնելով ԱՄՆ ծախսերին, ասել է Ռյուտեն։ Նա նաև ողջունել է դաշինքի կողմից Արկտիկան պաշտպանելու ջանքերի ավելացումը։ Վերջինս հավելել է, որ Դանիան արդեն արագացնում է իր պաշտպանական ներդրումները ոչ միայն ընդհանուր առմամբ, այլև եզակի պաշտպանական կարողություններում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ռազմական դաշինքը շարժվում է ճիշտ ուղղությամբ Դանիայի պաշտպանությունը ամրապնդելու համար։ Նորվեգիան կսկսի անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, հենց որ Ռուսաստանի հետ հրադադարը հաստատվի։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդեն Կիև կատարած այցի ժամանակ։ Պատասխանը՝ այո, մենք անվտանգության երաշխիքներ կտրամադրենք, հենց որ հրադադար հաստատվի, քանի որ դրանից հետո Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի եւ մենք կնպաստենք դրան, հայտարարել է նա։ Նա նաեւ նշել է, որ կան որոշ մանրամասներ, որոնք պետք է քննարկվեն։ Նախարարը անվտանգության երաշխիքները նաև անվանել է Ռուսաստանին ուղղված ազդանշան։ Մոսկվան պետք է հասկանա, որ հրադադարից հետո խաղաղությունը կշարունակվի տնտեսական, ռազմական եւ քաղաքական։ Դանիայի նախկին արտգործնախարար Per Stig Mjollerը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգտագործում է ազգային անվտանգությունը որպես իր կայսերական նկրտումների քող։ Mjollerը ընդհանրապես չի հավատում Թրամփի այն պնդմանը, որ իրեն Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկրտումներից ելնելով։ Նախկին արտգործնախարարի խոսքով սա պարզապես Թրամփի կայսերական նկրտումների քողարկումն է, նշվում է հրատարակության մեջ։ Դանիայի նախկին արտգործնախարարը կարծում է, որ Թրամփի վարչակազմը ուղղակիորեն հետևում է մի տեսակ բռնության կրոնի։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը զանգվածային բողոքի ակցիաների, ինտերնետ հասանելիության սահմանափակումների եւ հասարակական տրանսպորտի աշխատանքի ընդհատումների ֆոնին։ Այս մասին ասվում է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվում պլանավորել կապի այլընտրանքային ուղիներ եւ հնարավորության դեպքում լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։ Երկքաղաքացիություն ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում
Արևելքում մեկնելու համար օգտագործել իրանական ազնագիր, քանի որ Թեհրանը չի ճանաչում նրանց ամերիկյան քաղաքացիությունը։ Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ ԱՄՆ կառավարությունը դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ, իսկ Թեհրանում երկրի շահերը պաշտպանում է Շվեյցարիան։ Շնորհավորում եմ Եվրոմեդիա 24-ի մեկամյակը, շատ ուրախ եմ, որ նման մեծ թափով առաջ գնացող հեռուստաընկերություն կա մեր եթերում եւ արդեն լուրջ հաջողություններ է գրանցել նաեւ Լուրերկոմի եւ այս ամեն ինչի հիմնադիր Արման Վարդանյանի, որ կարողացավ կայացնել հոլդինգը եւ ավելի մեծ նվաճումները մաղթում հետագայում։ Aeroflot ավիաընկերության Կրասնոդար Երևան չվերթը կրկին չեղարկվել է։ Այս մասին են վկայում Զվարթնոց միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։ Հունվարի 12-ին Կրասնոդար Երևան չվերթը չեղարկվել էր Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով։ Ռոսավիացիայի տեղեկություններով օդանավակայանի գործունեությունը վերականգնվել է միայն հունվարի 13-ի առավոտյան։ Մասնավորապես հանվել են թռիչքների անվտանգության համար կիրառված սահմանափակումները, սակայն այսօրվա չվերթը եւս չի կայանա։ Հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում, հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Այցի ծրագրում ներառված է Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որը նախատեսված է այսօր Երևանի ժամանակով ժամը 21:00-ին։ Նախատեսվում է թրիփի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Միացյալ Նահանգների առևտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Երևանում ԱՄՆ դեսպանատնից։ Պատվիրակությանը Բաքվում երեկ ընդունել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Ամերիկյան եւ ադրբեջանական կողմերը քննարկել էին Թրամփի ուղի նախագծի իրագործման հեռանկարները։ Ավարտվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին Փարաքար համայնքի նախկին ղեկավարի ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի սպանության դեպքերի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 2 անձի մասով։ Այս մասին տեղեկանում են քննչական կոմիտեից։ Ինչպես արդեն հայտնի էր, Մերձավանում տեղի ունեցած սպանության արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ԳՀ-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով սպանությունը 2 դրվագով, 44-155-րդ հոդվածի առաջին մասով սպանության փորձը եւ 335-րդ հոդվածի առաջին մասով այն է հրազենի դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը։ Իսկ ՆՕ-ի նկատմամբ 46-155-րդ հոդվածի առաջին մասով այն է սպանության օժանդակելը 2 դրվագով եւ 46-155-րդ հոդվածի առաջին մասով այն է սպանության փորձին օժանդակելը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ ԳՀ-ի եւ ՆՕ-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Եվրատեսիլ 2026 երկի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։ Մրցույթի առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչների մասնակից երկրների ցանկը հրապարակել է Եվրատեսիլի պաշտոնական կայքը։ Մրցույթը կանցկացվի մայիսին Վիեննայում։ Նշենք, որ մրցույթում անցած տարի Հայաստանը ներկայացրել էր պարկը, ով զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։ 2026 թվականի մասնակցի անունը դեռ հայտնի չէ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է միջամտել Իրանում ստեղծված իրավիճակին, հաղորդում է իսրայելական Jerusalem Post թերթը, հղում անելով աղբյուրներին։ Ըստ էության Թրամփը որոշել է օգնել Իրանում ցուցարարներին։ Նա դեռ չի որոշել, ինչպես եւ երբ դա տեղի կունենա, հրատարակությանը հայտնել է աղբյուրը։ Եվրոպական իշխանությունները նախապես գիտեին Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակվելու եւ Խերսոնի մարզում ահաբեկչական հարձակում իրականացնելու ծրագրերի մասին, ուստի չկարողացան դատապարտել հարվածները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ Դիվանագետը ընդգծել է, որ վերջին 2 շաբաթների ընթացքում Ուկրաինան կատարել է մի շարք ակնհայտորեն սադրիչ ահաբեկչական գործողություններ։ Կիևը օգտագործել է այդ գործողությունները բանակցային գործընթացի վրա ազդելու համար, փորձելով Մոսկվային դրդել անպատշաճ գործողությունների։ Ցանկալի է միջազգային մարդասիրական իրավունքի էմոցիոնալ խախտման, որպեսզի իրավիճակը Վաշինգտոնի ներկայացվի բացասական լույսի ներքո։
Միացյալ Նահանգները կստանա Գրենլանդիան։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այսպես թե այնպես մենք կգրավենք Գրենլանդիան, ասել է ամերիկացի առաջնորդը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամեն օր ստում է ամերիկացիներին եւ աշխարհին, հատկապես խոսելով Վենեսուելայի, Գրենլանդիայի եւ Ուկրաինայի մասին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել սյունակագիր Սայմոն Թիստալը Guardian-ի հոդվածում։ Նրա ճշտի եւ սխալի զգացումը լիովին սուբյեկտիվ է։ Նա իր սեփական էթիկական եւ իրավական խորհրդատուն է, իր սեփական քահանա եւ խոստովանահայրը։ Նա մեկ հոգու եկեղեցի է։ Թրամփը ստում է ոչ միայն բոլորին, այլև ինքն իրեն, եւ դրա պատճառած վնասը կործանարար է։ Այն կյանքեր է խլում, վնասում է ժողովրդավարությանը եւ ոչնչացնում է ազգերի միջև վստահությունը, նշել է Թիստալը։ Ըստ նրա, Թրամփի ստերն ու խաբեությունը սրող գործոն են 3 միջազգային ճգնաժամերում՝ Ուկրաինայում, Վենեսուելայում եւ Գրենլանդիայում։ Արևմուտքի կողմից Կիևին տրամադրվող անվտանգության երաշխիքների շրջանակներում Վիլնյուսը Ուկրաինա կուղարկի նաև ռազմանավ ցամաքային զորախմբից բացի։ Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Խաղաղապահությունը պետք է ապահովի ցամաքում, ծովում եւ օդում։ Լիտվան հաշվի առնելով իր չափսերն ու հնարավորությունները, զգալիորեն կնպաստի դրան, պնդել են Լիտվայի նախագահը։ Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ռազմածովային ստորաբաժանումներով։ Մենք խոսում ենք ռազմանավի մասին։ Նախագահը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ լիտվական զորքերը չեն մասնակցելու Ուկրաինայում մարտական գործողություններին։ Նրանք ուղարկվում են ոչ թե կռվելու, այլ խաղաղությունը պահպանելու, պնդել է Նաուսեդան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գոյություն չէր ունենա առանց իր առաջնորդության։ Նա այս հայտարարությունն արել է իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ փրկել է դաշինքը։ Դուք հյուսիսատլանտյան դաշինք չեք ունենա, եթե ես նախագահ չլինեի, ասել է Թրամփը։ Կիևի քաղաքապետ Վիտալ Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ՀՕՊ-ը ունի անհրաժեշտ ռեսուրսներ օդային հարվածները հետ մղելու համար։ Մենք տեսնում ենք, որ մեր ՀՕՊ համակարգը ունի անհրաժեշտ ռեսուրսներ, նույնիսկ Կիևում հարձակումները արդյունավետորեն հետ մղելու համար, ասել է Կլիչկոն Bild թերթին։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Ուկրաինային անհապաղ անհրաժեշտ են լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Հունվարի 9-ին Կիևի քաղաքապետը կոչ արել բնակիչներին հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, նշելով, որ Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը մնացել է առանց ջեռուցման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի հետ գործ ունենալու տարբեր սցենարներ երկրում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, այդ թվում ռազմական տարբերակներ, հաղորդում է CNN-ը, հողում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով վերջին օրերին Թրամփին տեղեկացվել է հնարավոր ծրագրերի մի շարքի մասին, սկսած հարվածներից մինչև ուղղակի ռազմական միջամտություն չունեցող տարբերակներ։ Դրանցից մի քանիսը ներառում են Իրանի անվտանգության ուժերի օգտագործումը բողոքի ցույցերը ճնշելու համար։ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է մեկ շաբաթով։ Որոշումը պայմանավորված է դատախազի փոփոխությամբ եւ գործի նյութերի բազմաթիվ հատորները վերանայելու անհրաժեշտությամբ։ Պաշտպանող կողմը փորձել է պնդել նիստի շարունակման եւ խափանման միջոցի քննարկման վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թվով 9-րդ մեղադրողն է փոխվել արդեն։ Հանդիպումը նախատեսված է հունվարի 19-ին ժամը 14:00-ին։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցությունս եմ հայտում Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հոր Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Նշենք, որ 94-ամյա Զավեն Սարգսյանը մահացել է 3 հունվարի 11-ին։ Հունվարի 11-ին Գառնիում, երբ Նիկոլ Փաշինյանը պատարակ էր մասնակցում, ՔՊ-ին պատկանող լրատվամիջոցի լրագրողի հարցին, թե ինչ է պետք անել, որ ամենայն հայոց կաթողիկոսը հեռանա, քաղաքացին պատասխանել էր. «Մի հատ քար տփենք գլխին, սատկացնենք»։ Կաթողիկոսին սպանելու կոչով հանդես եկած քաղաքացին ըստ իշխանություն լրատվականի Գառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանն է, ով համայնքում հայտնի է Ջնդոյի Էդոմակ անվամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով բռնության կոչ տարածելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, թե ինչ ընթացք է ստացել բռնության կոչով հանդես եկած քաղաքացու հարցը։ 2026 թվականի հունվարի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հայտնել են դատախազությունից։
Հունվարի 11-ին ընթերցվել է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայրապետական հռչակագիրը։ Հայրապետը 2026 թվականը հայտարարել է հոգևոր կյանքի վերանորոգման տարի եւ այսուհետեւ ամեն տարի Սուրբ Ծնունդին հաջորդող կիրակի օրը պատարագի ժամանակ ընթերցվելու է նրա հայրապետական հռչակագիրը։ Արամ Առաջինը իր այս տարվա հռչակագրում նշել է, որ պարագայական որոշում չէ այս տարին հոգևոր կյանքի վերանորոգմանը նվիրել է, այլ հրամայական անհրաժեշտություն հաշվի առնելով հայի կյանքի մեջ հոգևոր կյանքի առանցքային կարևորության նահանջը։ Հայրապետը նշել է նաև, որ այսօր իրավիճակից ելնելով հայ ժողովրդի մոտ հոգևոր կյանքը չի ներկայացնում այն նույն կենսական վիճակն ու հարազատ պատկերը, ինչպես եղել է անցյալում։ Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ուղեցույց է հրապարակել, որի օգնությամբ հնարավոր է անցնել վճարման անկանխիկ տարբերակին, սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից տրվող 20% հետվճարի ծրագրից։ Դրա համար պետք է քայլ 1. Մուտք գործել on-line SSA-AM հարթակ, քայլ 2. Եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմ եք գրանցում կոճակը եւ համապատասխան դաշտերում լրացրեք ձեր անձնական տվյալները։ Քայլ 3. Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք կենսաթոշակի եւ նպաստների առցանց դիմումներ բաժինը։ Այնուհետև բացված պատուհանում մուտքագրել վճարող կազմակերպության ընտրության դիմում, ենթաբաժինն ու լրացրեք ձեր դիմումը։ Պետական նպաստների եւ կենսաթոշակների վճարումը անկանխիկ եղանակով դարձնելու համար կարող եք նաեւ այցելել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ դիմումը աշխատակցի օգնությամբ լրացնելու նպատակով, ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Իսրայելական զինվորականները պատրաստել են Գազայի հատվածում նոր ցամաքային գործողության ծրագիր, հայտնել են Wall Street Journal-ի աղբյուրները։ Նոր ծրագիրը ստեղծվել է այն տեղեկությունների հիման վրա, որ Համասը վերականգնում է իր ռազմական կարողությունները, մասնավորապես վնասված թունելային ենթակառուցվածքը։ Ավելին, Իսրայելը կարծում է, որ շարժումը սկսել է միջոցներ ստանալ նոր աղբյուրից, ինչը թույլ է տալիս կանոնավոր կերպով վճարել իր մարտիկներին։ Սակայն իսրայելական աղբյուրները զգուշացնում են, որ եթե Համասը փորձի խախտել զենքը հանձնելու իր պարտավորությունները, ստիպված կլինի նոր ռազմական գործողություններ սկսել։ Իրանի կառավարությունը երրորդյա սուգ է հայտարարել, հայտնում է Press TV-ն։ Նշվում է, որ սուգը հայտարարվել է անկարգությունների ընթացքում տասնյակ իրանցիների, այդ թվում անվտանգության ուժերի ներկայացուցիչների զոհվելու կապակցությամբ։ Հունվարի 8-ին Իրանում բողոքի երթեր են անցկացվել։ 1979 թվականին տապալված իրանական շահի ժառանգ Ռեզե Փահլիևի կոչից հետո, չնայած սոցցանցերում տարածված լայնածավալ ու զանգված այն ակցիաների տեսանյութերին, իրանական ֆարս գործակալությունը պնդել է, որ ելույթները սահմանափակ բնույթ են կրել։ Բողոքի շարժման ակտիվացման ֆոնին երկրում անջատել են ինտերնետը, բջջային եւ քաղաքային հեռախոսակապը։ ԻՐԻԲ գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ բողոքի ակցիաների ընթացքում տուժել են մասնավոր սեփականությունն ու քաղաքային ենթակառուցվածքները, ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ, այդ թվում շտապ օգնության մեքենաներ եւ քաղաքային ավտոբուսներ, վնասվել են մետրոյի կայարանները, մզկիթներ, բանկեր ու խանութներ։ Զոհերի թիվը հասել է 38-ի։ Իրանի ղեկավարությունը հատում է կարմիր գիծը բռնի կերպով ճնշելով Իսլամական Հանրապետությունում տիրող բողոքի ցույցերը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանք կարծես սկսել են կարմիր գիծը հատել։ Նրանք դաժան են, դուք կարող եք նրանց առաջնորդներ անվանել։ Չգիտեմ, կարող եք նրանց առաջնորդներ անվանել թե ոչ։ Կարծում եմ նրանք բռնությամբ են կառավարում, ասել է նա ընդգծելով, որ Սպիտակ տունը չափազանց լուրջ է վերաբերվում հարցին։ Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի առաջնորդի, Իրանի ղեկավարությունը խնդրել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ եւ հանդիպումը կազմակերպվում է։ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան պահանջել է, որ Միացյալ Նահանգները անհապաղ ազատ արձակեն Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը Սիլիա Ֆլորեսին եւ կոչ արել միջազգային հանրությանը միանալ այս պահանջին։ Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրո, Մարոսի եւ նրա կնոջ Սիլիա Ֆլորեսի դաժան առևանգումից անցել է 8 օր։ Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնի այս անօրինական կալանքը, հարգի նրանց անձեռնմխելիությունը, դադարեցնի դատական եւ լրատվական ֆարսը եւ ապահովի նրանց կյանքն ու բարեկեցությունը, հայտնել է Կուբայի արտգործնախարարը։ Վերջինս նաեւ ընդգծել է, որ Հավանան կոչ է անում աշխարհի պետություններին աջակցել այս պահանջին, միջազգային իրավունքի, ինչպես նաեւ նախագահ Մադուրոյի եւ նրա կնոջ կյանքի, արդարադատության եւ իրավունքների պահպանման անունից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դանիան անօրինական կերպով օկուպացրեց Գրենլանդիան, խախտելով ՄԱԿ-ի կանոնակարգերը։ Այս մասին հայտարարել է Ջեֆ Լենդրին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի հարցով հատուկ դեսպանորդը։ Պատմությունը կարևոր է, ԱՄՆ-ն պաշտպանեց Գրենլանդիայի ինքնիշխանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Դանիան չկարողացավ դա անել։
Պատերազմից հետո Դանիան վերաօկուպացրեց այն, շրջանցելով եւ անտեսելով ՄԱԿ-ի արձանագրությունը։ Սա պետք է լինի հյուրընկալության, այլ ոչ թե թշնամանքի հարց, հայտնել է դեսպանորդը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Վաշինգտոնը շահույթ է ստանում Ուկրաինայի հակամարտությունից։ Մենք պատերազմով գումար ենք վաստակում, բայց ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին խոսել, ասել է նախագահը։ Նա եւս մեկ անգամ պնդել է, որ ջանքեր է գործադրում ճգնաժամը լուծելու համար միայն այն պատճառով, որ ցանկանում է կյանքեր փրկել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել հանդիպելը Իրանի ներկայացուցիչների հետ Թեհրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար։ Սպիտակ տան մամուլի կենտրոնի լրագրողների վկայակոչմամբ ամերիկացի առաջնորդի խոսքով իրանական ղեկավարության ներկայացուցիչները զանգահարել են հունվարի 10-ին։ Մենք հնարավոր է ստիպված լինենք գործել մինչև հանդիպումը։ Հանդիպումը գտնվում է պլանավորման փուլում։ Իրանը զանգահարել է, նրանք ուզում են խոսել, ասել է Թրամփը։ Reuters-ի փոխանցմամբ քննարկումը վերաբերել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ Միաժամանակ գործակալության տվյալներով Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Իրանի ընդդիմադիր ուժերի հետ։ Զաքարիա ծայրագույն Վարդապետ Բաղումյանը ներկայացրել է 2026 թվականի եկեղեցական տոնացույցը։ Ըստ Հայր Զաքարիայի, այս տարի Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 31-ին, մեծ պահքի սկիզբը փետրվարի 16-ին, միջինքը մարտի 11-ին, ծաղկազարդը մարտի 29-ին, Սուրբ Զատիկը ապրիլի 5-ին, նշել է Հայր Զաքարիան։ Ռուսաստանից, Հունգարիայից եւ Կիպրոսից չվերթներ իրականացնող ինքնաթիռները ուշացումով կժամանեն Սվարթնոց միջազգային օդանավակայան։ Ըստ օդանավակայանի առցանց չվացուցակի ուշանում են Լառնակայի չվերթը, Բուդապեշտի չվերթը, 3 չվերթ Մոսկվայից, Եկատերինբուրգից եւ Կրասնոդարից, թե ինչն է ուշացումների պատճառը դեռևս հայտնի չէ։ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահության Վաչե Մարգարյանի մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ փաստաբանի բողոքը եւ Սրբազանին թողել կալանքի տակ։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը եւ նշել, թե իհարկե սա ամենևին անսպասելի չէր։ Հատկանշական է, որ անսպասելի չէր անգամ այն պայմաններում, երբ դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ ներգրավված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին, ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել, նշել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը հայտարարել է, որ իր երկիրը 66 տարի ենթարկվել է Միացյալ Նահանգների հարձակմանը եւ պատրաստ է պաշտպանվել մինչեւ արյան վերջին կաթիլը։ Կուբան չի հարձակվում, այն 66 տարի ենթարկվել է Միացյալ Նահանգների հարձակմանը։ Նա որևէ սպառնալիք չի ներկայացնում։ Նա պատրաստվում է, որպեսզի պաշտպանի հայրենիքը մինչեւ արյան վերջին կաթիլը, հայտարարել է կուբացի առաջնորդը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Կուբան այլևս չի ստանա վենեսուելական նավթը որպես փոխհատուցում անվտանգության ծառայությունների դիմաց։ Իրանի ժողովուրդը պետք է փողոց դուրս գա Իրան համաձայնությունը հայտնելու անկարգություններին։ Նման կոչով հանդես է եկել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա կոչ է արել իրանցի ժողովրդին դուրս գալ փողոց, որոշում կայացնելու եւ թույլ չտալու, որ անկարգությունները խեղաթյուրեն իրենց պահանջները։ Ըստ Փեզեշքյանի, իրանական հասարակությունը չի ընդունում նրանց, ովքեր մսկիթներ են հրկիզում։ Նախագահը հավելել է, որ կառավարության ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել երկրի ներսում բոլոր ցուցարարների հետ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ Իրանում կառավարությունը կփոխվի։ Դրանից հետո նրա խոսքով հրեական պետությունը եւ իսլամական հանրապետությունը կկարողանան դառնալ գործընկերներ։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Իրանի հերոսական եւ քաջարի քաղաքացիներին եւ ռեժիմի անկումից հետո մենք միասին կաշխատենք բարի գործեր անել՝ ի օգուտ երկու ժողովուրդների, ասել է Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ։ Մենք բոլորս հույս ունենք, որ Իրանի ժողովուրդը շուտով կազատվի բռնապետության լծից, եւ երբ այդ օրը գա, Իսրայելը եւ Իրանը կրկին կլինեն հավատարիմ գործընկերներ բարգավաճման եւ խաղաղության ապագա կառուցելու գործում, հավելել է վարչապետը։ Բողոքի ցույցերը Իրանում սկսվել են դեկտեմբերի վերջին ազգային արժույթի արժեզրկման եւ գների բարձրացման պատճառով։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են ռեժիմի փոփոխություն եւ 1979 թվականին տապալված շահի որդու Ռեզա Փահլավիի պաշտոնակալում։ Նորվեգիայում գտնվող Իրանի մարդու իրավունքներ իրավապաշտպան կազմակերպության տվյալներով անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 192 մարդ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին ասել է. ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից, նրանք մսկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին գլխատում։ Այդ մարդիկ այս երկրում տեղ չունեն, նրանք ովքեր իսկապես երկրի մաս են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը։ Մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջները եւ կլուծենք խնդիրը, բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը եւ բռնի կերպով ոչնչացնելը անընդունելի է։ Նրա խոսքով ԱՄՆ-ն եւ Իսրայելն են նրանց դրդում բռնության։ Նույն մարդիկ, ովքեր նախկինում հարձակվել էին երկրի վրա եւ սպանել մեր երիտասարդներին ու երեխաներին, հիմա հրամայում են ուրիշներին անել նույնը, ասելով՝ մենք այստեղ ենք, առաջ գնացեք եւ ոչնչացրեք, մենք կգանք ձեր հետևից։ Եվրոպական միությանն անհրաժեշտ է ստեղծելի սեփական զինված ուժերը, որոնք կկազմեն առնվազն 100,000 անձնակազմ։ Սա պետք է փոխարինի ԱՄՆ զորակազմին, որը Վաշինգտոնը մտադիր է դուրս բերել Եվրոպայից։ Այս կոչով հանդես է եկել պաշտպանության եւ տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլյուսը։ 100,000 ամերիկյան զորքերը պետք է փոխարինվեն նույն քանակի ԵՄ զինված ուժերով, կարծում է Կուբիլյուսը։ Նա նաեւ հավելել է, որ պետք է ստեղծվի անվտանգության հարցերով պատասխանատու մարմին։ Հանձնակատարի խոսքով այն կարող է ներառել մշտական անդամներ եւ ռոտացիոն անդամներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի քննարկում Իրան-ամերիկյան զորքեր տեղակայելու հարցը, հաղորդում է CNN-ը հողմանելով Սպիտակ տան աղբյուրին։ Պետության ղեկավարին տեղեկացվել է երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին Իսլամական Հանրապետության դեմ միջամտության կամ հարձակման հնարավոր տարբերակների մասին։ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախագահի կողմից քննարկվող տարբերակները չեն ներառում երկիր զորքեր տեղակայելը, նշվում է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ զինված ուժերը այլ երկրների հետ համատեղ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում իսլամական պետության օբյեկտներին, հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Այս հարվածները նշանավորեցին բազեի աչքարված կոչվող գործողության երկրորդ ալիքը՝ ի պատասխան դեկտեմբերին իսլամական պետության կազմակերպած դարանակալման, որի հետևանքով ծովվել են Ալովայի բանակի ազգային գվարդիայի 2 զինվոր եւ որպես թարգմանիչ աշխատող ԱՄՆ քաղաքացիական անձը։ ԱՄՆ զինված ուժերը հզոր գաղտնի զենք են օգտագործել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առավանգման ժամանակ, հայտնում է New York Times Post-ը հողմանելով Վենեսուելայի առաջնորդի անվտանգության ծառայության աշխատակցի վկայությանը։ Հրապարակման համաձայն ԱՄՆ զինված ուժերը հեշտությամբ կուրացրել են Վենեսուելայի ռադարային համակարգերը եւ ճնշել նրանց կրակային դիրքերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։ Դրանից հետո գլխավերևում հայտնվել են հատուկ նշանակության ջոկատայիններ տեղափոխող ամերիկյան ուղղաթիռները։ Մեր բոլոր ռադարային համակարգերը անջատվել են առանց որևէ բացատրության։ Հաջորդ ինչ տեսանք անօդաչու թռչող սարքեր են, բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում էին մեր դիրքերի վրայով։ Մենք չգիտեինք, թե ինչպես արձագանքել, թերթին ասել է աղբյուրը։ Եղանակը առաջիկա օրերին հունվարի 13-ի կեսօրից հետո եւ գիշերը առանձին շրջաններում 13-ի լույս 14-ի գիշերը եւ առավոտյան շրջանների մեծ մասում 14-ի ցերեկը եւ 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ 13-ի ցերեկը նախալեռնային եւ հովտային գոտիներում ձնախառն անձրևի եւ անձրևի 13-ի երեկոյան ժամերին ողջ հանրապետությունում ձյան տեսքով հունվարի 13-ից 14-ն առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, հունվարի 12-ից ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 18-ից 22 մետր վարկյան, 13-ից 14-ը 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ից 16-ն աստիճանաբար կնվազի 10-ից 13 աստիճանով։